Պարոն Շինյան, ասում եք կատաղի ընտրապայքար է լինելու, ովքեր են լինելու այդ ընտրապայքարի գլխավոր դերակատարները, ռուսամետ ուժերը նկատի ունեք, դե մաֆիան։ Հիմա ռուսամետը երևի տերմինը պետք է փոխենք, իրենք որ էությամբ ռուսամետ են, սրանք հիբրիդ հայեր են։ Որտեղ եթե մարդը չի կարողանում երկրի անկախությունը պատկերացնել առանց օտար պետության, տվյալ բարոյական Ռուսաստանը, սա հիբրիդ հայ է, ըստ էության են հայը չի։ Ես դրան այդպես հայտնի Արտաշեսյան հայը չի, բայց հայ է, ինչ-որ տեսնում եք, բայց սրանք բարձր Ղարաբաղյան կլանն է, գանձակողերն են, նախկին բոլորը ովքեր Հայաստանի այս աղետից լավագույն շահած իրենք անձնական իմաստով շահած վիճակով են դուրս եկել, ուղղակի մի բան չկարողացան Ռուսաստանի ցանկություններին Պուտինի ընթരാճ գնալով վիժեցրին Արցախի պաշտպանությունը, բայց Ռուսաստանը ինքը ոտերը քաշելով գնում է։ Եթե Վենեսուելայից դուրս է շպրտում, այստեղ ինչպես է մնալու ինքը, չէ՞։ Ես հարցը կա դրա համար, այդ պայքարը ուրեմն դա նրանց գոյության կռվի պայքարի է վերածվում։ Ղարաբաղյան կլանի պարագլուխները գոյության կռիվ են տալու։ Հիմա սա ինչ ունի իր մեջ, ունի ազգային երանգ չունի։ Իրենք որպես ազգ պետք է ներազգային այդ տերմինը շատ են, սա զուտ դասակարգային մաֆիոզ կռիվ է լինելու իրենց կողմից։ Նոր հարստացած կողոպուտով, գանձագողությամբ, ինչ որ կա էլի, վիճական բյուջեն թալանելով, սեփականացնելով, այս խումբը կռիվ է տալու որպես իր արտոնությունները պահի։